Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր սովորականի պես սպասում են Փակ TV հերթական եթերին։ Գիտեք, կան մարդիկ, որոնք գալիս են մեր տաղավար եւ մենք նրանցից սպասում ենք ինչ-որ անակնկալ, ինչ-որ հաճելի այսպիսի անակնկալ, որը կարող է մեզ բոլորից եւ ուրախացնել եւ հաճույք պարգեւել։ Իսկ երբ մեր տաղավար է գալիս կենսաբույժ, կենսահաղորդիչ Ռաֆայել Սարգսյանը, ապա հավատացեք, մենք կարծես տեղափոխվում ենք հրաշքների դաշտ։ Ռաֆայել, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն։ Ես անկեղծ ասած շատ ուրախ եմ մեր նոր հանդիպման համար եւ կարծում եմ, եթե դուք եկել եք մեր տաղավար, ուրեմն եւ ասելիք կա եւ ինչ որ բան ցույց տալու առիթ է նույնպես։ Այո։ Ինչպես եք նախ ձեզ զգում։ Շնորհակալություն պարոն Ղուչյան հրավերի համար։ Առողջական վիճակս բացարձակ երազանց է, քանի որ հիշում եք մենք անցյալ մի քանի տարիներ առաջ ձեր հաղորդման ժամանակ ասի պարոն Ղուչյան, ես ձեզ հրավիրում եմ իմ 150-ամյակին մասնակցելու։ Ասել եք։ Հիմա անցնենք բանին։ Այսօրվա դրությամբ, քանի որ գիտեք, այս տարին ես ընդհանրապես 2 անգամ եմ հանդես գալիս, մենք ունենք մի աշխատանք, ես ունեմ մի այլ աշխատանք, որը սա բացառվում է մնացած բոլոր իմ ֆանտաստիկ աշխատանքներից։ Սա բացառվում է, խոսքով չէ, այլ գործով հիմա մարդիկ մենք բոլորս կդիտենք դա։ Կներեք, որ ընդհատում եմ, բայց մինչև անցնել այդ բուն թեմային, ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին հիշեցնենք, թե ինչ առիթով էինք վերջին անգամ հանդիպել, երբ մի այո, Տիգրանը, որի գլխին մաս չկար, ջաղատ էր ամբողջովին, եւ ահա թե ինչ վիճակ էր։ Նախ դիտենք, ես խնդրում եմ ռեժիսորին ժապավենը, որից հետո շարունակենք։ Կադրերը, որ հիմա մենք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, այդ կադրերն են, երբ Տիգրանը իր գլխում ոչ մի, այսպես ասած, հատիկմազ անգամ չուներ։ Եվ ահա թե ինչպես այդ հրաշքը տեղի ունեցավ, բայց ինչպես ասած պարոն Սարգսյանը, լավ կլինի այդ մասին ինքը լադան մեզ պատմի։ Շերի բարեկամներ, հիշում եք այս կադրերը, պատկերացնում եք, ընդամենը մի քանի ամիս հետո, երբ Ռաֆայել Սարգսյանը ասաց, որ հաջորդ սեանսից հետո արդեն Տիգրանի գլխի մազերը 60%-ով կվերականգնվեն։ Եվ ինչի եք այդքան վստահ, որ պիտի վերականգնվեն։ Որտեւ ես նախորդ որ արդեն աշխատել էի պարոն Ղուչյան, դե ես տեսնում եմ հետագան լինելու է թե չի լինելու։ Քանի որ իմ աշխատանքը իմ պրակտիկայում սա առաջի դեպքն է իմ պրակտիկայում, որ լրիվ ճաղատ է եղել։ Բայց քանի որ իմ մոտ եղել են 13-ից 20 տարեկան տարբեր երեխեք, մազերը կան ուղղակի փունջ-փունջ թափվեց էր։ Դա համար ես Տիգրանի մորն ասացի, ասի հարգելի տիկին, ես պետք է աշխատանքով ասեմ, տեսնեմ կարող եմ թե ոչ։ Եվ ասի 10-րդ սեանսից հետո ես ձեզ հստակ կասեմ եւ ասացի, որ ես ձեզ խոստանում եմ 100%, որ որոշ ժամանակ հետո երեխայի մազերը կգա։ Լավ, հիմա մենք տեսեք, շատ չանցած Տիգրանի այդ ճաղատ գլխին հայտնվեցին մազափնջերը առաջին 60%։ Այո։ Դիտենք այդ կադրերն էլ եւ շարունակենք, խնդրեմ։ Սա նույն Տիգրանն է, սիրելի բարեկամներ, որի գլխին մաս չկար, հիմա տեսնում եք որքան է փոխվել։ Տիգրան, մենք քեզ համար շատ ուրախ ենք իհարկե։ Կեցես, պատկերացնում եք, սա հրաշք է։ Բժիշկները աշխարհի լավագույն մասնագետները ասել էին, որ Տիգրանի մազերը աճելու հնար չկա եւ դա երբեք չի աճի։ Այո, բժիշկները այդպես էին ասել, մարդիկ, որոնց մասնագիտությունը հենց այդ ոլորտի, ասենք, բնագավառի ասել այն ինչ կա իրականում, բայց Ռաֆայել Սարգսյանը եկավ հաստատելու, որ դա այդքան էլ այդպես չէ։ Դուք տեսաք այդ փոքրիկ հրաշքի շարունակությունը, Տիգրանի մազերը 60%-ով արդեն աճել էին։ Պարոն Սարգսյան, հիմա ես առաջարկում եմ, մենք ուղիղ կապով զրուցենք Լադա Զախարովայի հետ, Տիգրանի մոր, եւ ես նրան նույնպես մի քանի հարցեր ունեմ տալու, որտեվ նախ Լադան հրաշալի անձնավորություն է, փաստաբան, իրավաբան,
եւ եթե կապը կա Լադայի հետ, խնդրում եմ այն ապահովեք։ Տիկին Լադա, լսում եք մեզ։ Да, здравствуйте. Хорошо слышно. Դե քանի որ դուք հայերեն հասկանում եք, կարող եք պատասխանել եւ ռուսերեն, գիտեմ, որ ձեզ համար հայերենը մատչելի է, բայց ռուսերեն ավելի հեշտ է։ Դուք հավատում եք, որ Ռաֆայել Սարգսյանը կարող է այսպիսի հրաշք գործել։ С самого начала, конечно, было тяжело в это поверить. Но просмотрев передачи, я поняла, что Рафаэль способен на чудеса. А вера моя буквально просто была врачами уничтожена, потому что они не давали никакой надежды. Они сказали, что мне нужно просто смириться с этим и жить. Իսկ երբ հավատացիք, որ Տիգրանի մազերը գալու են։ Наверное, после увиденных передач у меня зародилась вот эта надежда, что Рафаэль все-таки нам поможет. Ну а когда пошел первый росток волос, вот первые 3 волоска на макушке, ну мне даже не описать вот ту радость, которую я испытала, и окончательно уже поверила и ожидала вот результата, который и обещал Рафаэль. Մենք այսօր կարող ենք Տիգրանին նորից տեսնել էկրանին արդեն այսպես ճոխ մազափնջով։ Да, да, конечно. Я сейчас переведу камеру и покажу все вам. Давайте. Ցույց տվեք, խնդրեմ։ Сейчас, секундочку, переведу. Տիգրան, մենք քեզ ողջունում ենք, սիրելի բարեկամներ, նույն Տիգրանը, պատկերացնում եք իր հարաուստ մազափնջերով եւ իհարկե Ռաֆայել Սարգսյանի հերթական հրաշքով։ Ես չգիտեմ, Ռաֆայել, իսկապես հրաշք է, անհավատալի բաներ եք անում։ Եվ ես ուրախ եմ Տիգրանի համար, որտեվ այս պատանին կարող է իրեն այսպես ավելի ազատ, ավելի այսպես հանգիստ գալ շրջապատում, որտեղ մի բաներ ճաղատ մազերով, գլխով մի բանի արդեն այսպես հարուստ մազափնջով։ Տիգրան, եղիր միշտ լավ, ես ուրախ եմ քեզ համար եւ մայրիկիդ համար հատկապես։ Ես պիտի ասեմ, որ մենք հիմա տեսանք այդ հրաշքը, ես չգիտեմ, ուղղակի խոսքեր չեմ գտնում, դուք ինչ կուզենայի ասել Ռաֆայել Սարգսյանին։ Да, мне много чего есть сказать и рассказать. Вы знаете, когда с ребенком что-то случается, конечно, переживают все члены семьи. Но сердце матери – это особенная история. Боль и переживания матери несравнимы ни с чем. Когда вся эта история началась, я поняла, что я стала просто без эмоций и перестала радоваться, улыбаться. Но Рафаэль вернул мне улыбку, радость жизни. И как только начался рост волос, я как будто бы не могла осознать все эти счастливые эмоции, так как врачи сказали, что ничего ожидать уже не нужно. Все останется так, смиритесь с этой ситуацией и живите дальше. А теперь я могу прикасаться к волосам своего ребенка, я могу расчесывать его и проживать эти счастливые эмоции. Когда Рафаэль начал только работать... Նման այսպես հրաշքներից հետո ես կուզենայի, որ մեր ունկնդիրը Տիգրանին տեսներ նաև մեր տաղավարում եւ մենք մեր զրույցը շարունակենք երեկով։ Այնպես որ ես ձեզ ուզում եմ մաղթել հաջողություն ձեր ընտանիքին, ձեր գործերին։ Դուք ինչ կուզենայիք ասել մեր հեռուստադիտողներին։ Да, вы знаете, вы как раз и прочли мои мысли. Когда он только стал работать с Тиграном, я сказала мужу, что я даю слово, что если Рафаэль поможет нашему ребенку, то мы обязательно полетим с ребенком в Ереван. А я всегда сдерживаю данные обещания. И мы обязательно с Тиграном прилетим в Ереван и увидимся с Рафаэлем. Այդ ժամանակ մենք երեքով մեր տաղավարում կհանդիպենք,
Ռաֆայելը որպես այդ հրաշքի եղինակ, դուք որպես մեր թանկագին հյուրեր եւ կարծում եմ շատ հետաքրքիր զրույց կունենանք մեր տաղավարում։ Համամիտ եք։ Конечно, да. Ինչ ասեմ, Ռաֆայել, մենք լադային երևի արդեն հրաժեշտ ենք, ինչ որ ման ունեք իրեն ասելու, թե։ Նախ ես շատ ուրախ եմ, Լադա, որպես դուք մայր իրոք շատ էիք մտահոգված ձեր երեխայի ճաղատի վերաբերյալ, հատկապես որ ձեզ ասել էին, որ բժշկությունը սա հնարավորություն չունի։ Անզոր է, այո։ Ես ուրախ եմ, որ հիմա ձեր դեմքին ժպիտ կա, ուրախություն, որ ձեր երեխան ամեն ինչ վերականգնվել է։ Ես էլ շատ մեծ ուրախ եմ, հպարտ եմ, որ նույնպես կարողացել է մեր հայ երեխին փրկել այդ վիճակից, կարգավորել։ Այդքանը։ Դե Լադա, ես կարծում եմ մենք ձեզ եւ Տիգրանին կարող ենք հանգիստ խղճով հրաժեշտ տալ, սպասել ձեզ Երևանում եւ իհարկե Փակ TV տաղավարում։ Ինքը բան ունի ասելու։ Խնդրեմ։ Да, я вот Рафаэль как чувствует, что у меня еще есть недосказанные эмоции. Я хочу сказать вам, что я всю свою жизнь буду в неоплатном долгу перед Рафаэлем. Никакие финансы в мире не могут просто показать мою глубокую благодарность этому человеку. Вы знаете, я просматривала передачи, я периодически просматриваю передачи с участием Рафаэля, ваши передачи. И меня еще вот поразила история одна, также история матери, которая также болела своей душой за сына. Интервью было из Германии, они украинцы по национальности, где сын собирался отправиться на войну. И Рафаэль просто за 3 дня по фотографии мысли этого парня просто перевернул. Он остановил его от идеи лететь на Украину и воевать за свою родину. И я видела вот эти эмоции мамы. На тот момент у меня, конечно, тоже, знаете, я не смогла сдержаться, даже катились слезы, потому что я как никто понимаю эмоции матери за своего сына. И у них даже были тяжелые отношения, а Рафаэль как-то вот смог сделать так, и он обещал этой женщине, что он еще скажет: «Мама Джан, мамочка моя любимая, моя дорогая». И она была просто в восторге, просто счастлива, что он не только остановил сына от этой идеи, но еще и изменил так их отношения. И я понимала именно боль этой мамы. Вообще, вот я бы хотела сказать, что, по моему мнению, вот я хочу высказать свое мнение, Рафаэль наш армянский, наш национальный Вольф Мессинг. Потому что он работает телепатически, через телепатию, на расстоянии. А это очень высокий уровень мастерства. И я хочу, чтобы Рафаэль всегда знал и помнил, что где-то далеко в Санкт-Петербурге есть семья, которая всегда будет помнить и будет благодарна его таланту. Որ բավությունը չեք մոռանում, դե դուք իսկական նաև հայու եք, ինչու՞ չէ, որտեղ ձեր հոգին, ձեր սիրտը մեր լեռներում է, եւ երբ որ դուք եք Երևան, նորից եմ կրկնում, մենք մեծ հաճույքով երեքով ձեզ հետ արդեն Ռաֆայելը, դուք Տիգրանը կզրուցենք եւ ամենակարևորը ասելիք շատ կա։ Շնորհակալ եմ ձեզանից, ձեզ մաղթում եմ ամենայն բարին, իսկ Ռաֆայել Սարգսյանի հետ մենք շարունակենք մեր զրույցը։ Պայմանավորվեցինք։ Обязательно, да, мы прилетим в Ереван, и если будет нужно, да, мы проведем эфир уже в студии. Եղավ, շնորհակալ եմ, ստեսություն ձեզ, լավ մնացեք։ До свидания. Պարոն Սարգսյան, այդ կնոջ եւ մոր եւ տղայի պատմությունը ես էլ գիտեմ Գերմանիայում բնակվող այդ ուկրաինուհին, որը չէր ուզում իր տղան, միակ տղան գնար Ուկրաինա, այնտեղ կրվեր անիմաստ պատերազմը, որ միջև այսօր շարունակվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, որքան զոհեր, 100 հազարավոր մարդիկ զոհվեցին, երիտասարդներ,
Եվ ես հասկանում եմ այդ մոր իրավիճակը, բայց այնինչ որ դուք կարեցիք այդ տղայի հետ, ով ոչ միայն հրաժարվեց գնալ Գերմանիա, ներողություն, Ուկրաինա եւ կռվել ռուսների դեմ, այլ բարիշեց իր մոր հետ, որտեղ մոր հետ չէր խոսում, վիրավորել էր մորը, այ դուք ավելի լավ ինքներդ ասեք։ Ուրան Պահուշյան, մետարկիր այդ դերվակից ասեմ, այդ Ուկրանուհին։ Այո։ Ովքեր որ դիտել են, երևի շատերը ներողություն եմ խնդրեն, չեն հասկացել։ Ասեմ ինչու։ Ինչպես գիտեք, ես 9 տարի ձեր մոտ եմ մենակ գալիս տեսագրվում։ Ես ոչ մի ինչքան ինձ հրավեր են եղել տարբեր հաղորդումների վաղ կտրականապես մերժել եմ։ Ասել եմ ոչ։ Եղել են, բան չի ասում, դե չեմ ուզում, պետք չի։ 9 տարի մենք որ հաղորդում ենք անում ամեն 6 ամիսը մեկ, մեր բոլոր հաղորդումները եղել են հիմնականը հանրապետությունից դուրս, որը ես աշխատել եմ Viber-ով եւ համակարգչով։ Իդեպ ձեր Viber-ի համարը մենք հիմա կխնդրենք որ գրեն, որպեսզի կարողանան ձեզ հետ կապել, խնդրեմ։ Այո։ Եվ ստե ինչն է հետաքրքիր, Պահուշյան։ Ես համակարգչով եւ Viber-ով աշխատել եմ աշխարհի բոլոր կետերի վրա, բացի Աֆրիկայից, Ավստրալիա, Ճապոնիա, Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, Կանադա, մի խոսքով։ Բոլորը հիմա կզարմանան, այդ ինչպես է լինում։ Ու տարբեր տարիքի, տարբեր հիվանդությունների process-ներ են, որը ես վերականգնել եմ, ապաքինել եմ մարդկանց, որը խոսում են փաստերով հիվանդները եւ հիվանդի տերերը, որը ցույց է տալիս, որ այդ մարդը ուներ ստամոքսոմուրուցք, որը պատրաստում էին գնալ վիրահատման, ես հանեցի դա 4 ամսում եւ այդ մարդը չգնաց։ Հիմա հարցարոչանում ոնց է լինում, որ դա աշխատի։ Սա մտքի ուժն է, պարոն Ղուշյան։ Էքստրասենսերը ձեռքերով են աշխատում, որը դրանց ես այն անգամ էլ ասի, 3-ից 5% ազդեցություն ունի։ Այն էլ պետք է ամենաշատը 20-30 սանտիմ, 50 սանտիմ տարածքի վրա կարող է ազդել։ Բոլոր մարդիկ էլ այսօր մեր մոլորակում ապրում է 11 միլիարդ մարդ։ Բոլորն էլ ունեն էներգետիկ դաշտեր, բայց կան մարդիկ, որ իրանց մոտ անկախ ինձ կամքից մոտը հզոր է լինում։ Բայց կան մարդիկ, որ պատկերացում են չունեն, չեն էլ հասկանում, իրանց դրել են էքստրասենսի տեղ։ Իսկ ինչ է էքստրասենսը նշանակում, պարոն Ղուշյան։ Էքստրասենսը դա անգլերեն բառ է, որը թարգմանաբար կոչվում է գերզգայունություն։ Մենք գիտենք, որ աշխարհում ամենամեծ արագությունը դա լույսի արագությունն է, վայրկյանում 300,000 կիլոմետր, դա չեմ ասում, դա գիտականորեն ապացված է։ Իսկ լույսի արագությունից ամենաբարձր արագությունը որ արագությունն է, գիտեք, մտքի արագությունն է։ Այդ արագությամբ ես Երևանից աշխատում եմ Ամերիկա, Կանադա, Ավստրալիա, Եվրոպա, Ռուսիա։ Կապ չունի, ինքը մոտա, թե ինքը ինձանից 10,000 կիլոմետր հեռու է։ Նույն արագությամբ ինքը ստանում է։ Այդ ձևի ես աշխատել եմ ստեից Սան Պետերբուրգ, Տիգրանի վրա, որը մազերն եկավ։ Բայց սա բացառիկ երևույթ էր։ Ես տեն շատ ունեմ բացառիկ երևույթներ։ Գիտեք, պարոն Սարգսյան, ինչն է ցավալի։ Մեր ցանկացած հաղորդում շատ լավ են ընդունում հեռուստադիտողները, հետևորդները մեր, բայց կան նաև այնպիսի տականքներ, տգետներ, որ կարող են իրենց թույլ տալ եւ այնպիսի մեծ գրություն ուղարկել իրենց կողմից, որ պարզապես զզվելի է։ Ես չգիտեմ, շելի բարեկամներ, չի կարելի այսպիսի հրաշքներին տիրապետող մարդկանց, ընդհանրապես ցանկացած մարդու այդպես վիրավորել ձեր ուղարկած, ասենք, այդ SMS-ներով։ Ինչ եք ուզում ասել դրանով։ Ես կարծում եմ դրանք այն չար նախանց իբր էքստրասենսներ են իրենց հրճակած մարդիկ են գրում այդպիսի բաներ, որտեղ նորմալ մարդը տեսնում է ուրախանում է, չէ։ Տիգրանը հո
այդպես չաճեցրեց մազերը։ Դուք եք չի արել դա, բայց ես կարդում եմ մեր հաղորդումից հետո այնպիսի հաղորդագրություններ, որտեղ գրված է սուտ է, շարլատան է, էս է, լավ, չեք բանանում, չեք հիասթափվում։ Պարոն Ուշյան, մարդը եթե ինքը իրան չի գնահատում, ինքը ինքնասիրություն արժանապատվություն չունի, ամեն ինչին ինքը պատրաստ է։ Իրանք որպես մարդկային հատկանիշներ, իսկ ովքեր են գրողները։ Ես գիտեմ, դաժե մի անգամ էլ ասի, անուն ազգանունները եւ հասցեն։ Գրում են այն անձինք, վատաբանում են, որոնք այդ մարդիկ իրանցից ոչինչ չեն ներկայացնում, ոչ իրան ինքը իրան պիտանի, ոչ ընտանիքին, ոչ էլ հասարակությանը։ Դրանք վտանգավոր վիրուսներ են, կորոնավիրուսից վտանգավոր, որը մտնում խառնում են։ Թու իրանք ուրախ են, որ այս աշխարհում ամենաբարդ հիմա պրոցեսները ես եմ կատարում տարածքների վրա, ֆանտաստիկ հրաշքներ ցույց տալով։ Թու ուրախ են, որ դա հայն է, բերում են տակը ինչ ասած գրում են։ Այս հաղորդման, որ մազերը ես բերեցի 60%-ը, մեկը գրել է, որ ման խափեպա ստախոս, շարլատան ես դու։ Այն դե մազան բարը, ինչ շարլատանի մասին է խոսքը։ Լավա չեն գրում, պարիկա։ Գիտեք ինչ, ներողություն եմ խնդրում։ Ես չեմ նստում ասում, սենց կանեմ, այս արեցի, սենց արեցի, էդի որ գրեն, էլի գոնե որոշ չափ կհամապատասխանի։ Բայց ես չեմ խոսում, ես աշխատանք եմ ցուցադրում։ Ես աշխատանք եմ ցուցադրում։ Այդ ինչ խափեպարության ապֆերիստի շարլատանի process կա։ Ես հիշում եմ ձեր այդ կապերը Ավստրալիայի, Միացյալ Նահանգների որոշ մարդկանց հետ եւ նայում էի, զարմանում եմ։ Իդեպ սիրելի բարեկամներ, ասեմ, որ Ռաֆայել Սարգսյանը այդքան էլ սիրով չի գնում եթերը, ճիշտ է, տարին 2 անգամ մենք մի կերպ ամոզում ենք գալիս է մեզ մոտ, բայց ինքը այն մարդը չի, որ այդ եթերների կարիք ունենա։ Նա արդեն ինքը գիտի ինքը ով է եւ այդ ուժը ես ուզում եմ, որ դու Ռաֆայել ծառայեցնես մեր ժողովրդին։ Ես նախ ասեմ, որ պարոն Ուշյան, ես ներքուց եւ հոգեպես շատ լավ եմ զգում, երբ որ ես մարդկանց օգնում եմ, որ մարդիկ վերականգնվում են։ Օրինակ, գիտեք, ես ինչքան ուրախ եմ այս երեխայի համար, որովհետեւ ամբողջ կյանքը տարբեր տարիքում ինքը լինելու է լրիվ ճաղատ։ Բայց ես մազը բերեցի։ Ինչ հաճույքով է գնում դպրոց, իր ընկերների հետ շփվում։ Եվ մի կարևոր բան էլ ասեմ, պարոն Ուշյան, երբ որ ես ցեցի աշխատել սկզբնական շրջանում, ես տեսա, որ այդ մազերը սև չի լինելու, պետք է շեկ լինի։ Կյաշ, որ ասում են, Թրամպի մազերը ոնց է։ Այո։ Այդ նույն շեկոտ, բայց ավելի բաց գույնի։ 2 ամիս ուղիղ աշխատել եմ մազերի գույնը սև բերելու համար եւ բերեցի։ Եթե ես դա չանեի, հիմա երեխու մազերը որ կար, սև չէր լինելու։ Լինելու էր շեկ։ Ես էտել ասեմ, էտել եմ փոխել։ Եվ մյուսը, շատերը ով կգիտեն, ասում են պարոն Սարգսյան, ինչի ձեր մազերը չեք սևացնում։ Արա, ես մեծ պապիկ եմ, ոնց ինչի՞ եմ սևացնում, բայց ոնց երևում որ պապիկ եմ։ Դաժե արդեն ծոր ունեմ։ Այո։ Ծոր։ Բայց չէ՞ դա։ Ինձ սենց սպիտակը շատ լավ է, ինձ պետք չի։ Եթե ես ուզենամ աշխատեմ, կարամ անցանեմ սև գա, բայց ինձ պետք չի դա։ Ես անում եմ իմ դիմացին, որը որ պետք է։ Ով դրա կարիք ունի։ Այո, ով դրա կարիք իրոք ունի, բայց փոքր տարիքի ոչ մեծ է։ Հասկանա։ Օրինակ տարբեր տարիքում կա որ մազեր, օրինակ այսօր դպրոցում սովորում էի, մեր դասանը մի հատ տղա կար, 6-րդ դասան էինք, լավ հիշում եմ։ Դրանց ամբողջ ընտանիքն էր տենց, պարոն Ուշյան։ Լրիվ մազերը սպիտակ էր երեխայի։ Դրանք բոլոր դրա հայրը, հորեղբայրը, եղբայրը, մազերը բոլորը բան էին, դեղին էին, ամշուտ դեղին։ Եվ սպիտակ։ Գիտեք ինչ, դա քիմիական ֆունկցիայի process է, ես դա լավ ինձ համար ուսումնասիրել եմ։
արմատների սնունդը, որ ընդից որ գալիս է, ընդե քիլոն ֆունկցիան, ընդե գույնը արդեն տալիս է։ Ես տեսա, որ պետք է երեխայի Տիգրանի մոտ պետք է արդեն դեղին գնալ, ես այնց աշխատեցի, որ այդ երեխայի մազը սև լինի ու փոխի սևի վրա, որ հիմա սև է։ Շատ իսկապես հրաշք։ Պարոն Սարգսյան, դե ես կարծում եմ առաջիկա մեր հանդիպման ժամանակ մենք ունենանք հերթական հրաշքը ձեզ հետ։ Ուրեմն կան, էլի ես ունեմ շատ հետաքրքիր աշխատանքներ, բայց քանի որ 18-ից 30 տարեկան են, եւ տղաներ եւ աղջիկներ, որոնք ամուսնացած չեն, երբ որ ես մեկին մի հատ process կար, իրան ասեցի, որ մտնենք եթեր, ասեց պարոն Սարգսյան, 24 տարեկան տղա էր, ասեց չեմ ուզում էլի, որ իմանան ես հիվանդ եմ, ասի դա հիվանդություն չի, դա հենց բան չի, ինչ ես բան անում, չի ասում, դե ամուսնություն կա, բան կա, խոսակցություն էր, այդ առումով, գիտեք ես ինչքան տենց բաներ ունեմ, բայց մարդիկ ուղղակի եթե չեն ուզում, այդ հիմնականը անհարմար է զգում, ուղղակի 40-ից բարձր, դե ես երեխան որ արեմ, դե այդ երեխան էր, դե ինչ 12 տարեկան է, առանձնապես բան չկա անդե։ Հիմա նորմալ է երեխայի մոտ, ամեն ինչ լավ է, նորմալ է, եւ մի կարևոր բան էլ ասեմ երեխայի, իմ մեծ հիմնական աշխատանքը ես հատկապես վերջի 2 ամիսը մեծ ուժերը հիմնական դրել են պաշտպանության վրա։ Ուրեմն բժշկական բանով մարդը ունի 3 պաշտպանիչ հատկանիշներ դրսի բանի համար։ Եվ այդ նույն պաշտպանիչ հատկանիշներ կա նաև էներգետիկ դաշտերով 3-ը։ Երբ որ պաշտպանիչ հատկանիշները իրանք կորչում են, մարդը ֆիզիկապես սկսում է թուլանալ, հոգնել, անդադ ուզում է քնել։ Եվ այդ ընթացքում մազերը կթափվի։ Եթե ես այդ մազի process-ը, եթե ես պատնեշ չդնեմ, չուժեղացնեմ, չաշխատեմ, չպայեմ, եթե ես էդի հանեմ, 20 օր հետո այդ մազերը լրիվ կթափվի։ Որտեւ ես էդի արել եմ, որտեւ իր մոտ տոնուսը շատ ցածր է, էներգետիկ դաշտով։ Ես էդի դրել եմ, պահել եմ ու պատնեշ եմ դրել, որ էդի միշտ մնա։ Ինչքան տարել ինքը ապրի, էդի մնա։ Եթե ես էդի կորցնեմ, հանեմ, 15-ից 20 օրվա մեջ լրիվ կթափվի կլի առաջվա ճաղատը։ Հիմա էդի ես պահել եմ, հիմնական մեծ ուժերը դրա վրա է դրած։ Պարզեմ, դե լավ, ես ուրախ եմ մեր հանդիպման համար, շատ դիպուկ ինքնատիպ գնահատական տվեց Լադան եթերից, Պետերբուրգից, Սանկտ Պետերբուրգից, ասեց Ռաֆայել Սարգսյանը մեր որբ մեսիջն է։ Mēs իհարկե հրաշքներին մենք ականատես ենք եղել տարբեր ֆիլմերից, բայց մենք այսօր մեր աչքի առաջ ունենք մի մարդու, ով իսկապես կարող է էլ ավելի հետաքրքիր հրաշքներ եւ ավելին դուք կարողանում եք տարածության վրա անել դա, ինչպես ինքներդ ասեցիք, կարող է տասնյակ հազարավոր կիլոմետր մեզանից հեռու լինի այդ մարդը, բայց դուք մտքի ուժով հասնում եք եւ անում եք այն ինչ որ պահանջվում է։ Ուրեմն, պարոն 4 տարի առաջ եմ ասել, որ ծելեմոստ էր Գերմանիա ամուսիններ, որ ամուսինը գերմանացի էր, կինը Տիկին Գայանը, որ չէր հղիանում 44 տարեկան հասակում, որ ես ընդ նայեմ միաժամանակ ամուսնու հետ գերմաներեն խոսեցի, որ մաղթեցի բարի մաղթ։ Հիմա խնդիրս թե ինչն է։ Ես շատ տենց աշխատանքներ ունեմ, պարոն Ղուշյան, որը ձեր մոտ տեսագրվել են դրանք։ Եվ ամենակարևորը այստեղ, որ ամբողջ իմ այդ աշխատանքի process-ները բարդ, դժվար եւ արկետների հաղթահարման process է, որ ես կարողանում եմ այդ արկետները բժշկության process-ով հաղթահարել եւ վերականգնել։ Եվ մարդը ամենակարևորը, որը բուժվում է, ապակինվում է, դա առանց հաբերի, առանց ներարկումների, առանց կաթիլային, առանց վիրահատության։ Դա բացառություն է, որ մարդը դա կարողանում է այդքան բաներից հանված մարդը ապակինվում է։ Սա բացառություն է, բայց քանի որ շատերը դրա մասին պատկերացում չունեն, ես զարմանում եմ, հասկացանք, ինքը դրա մասին չի իմանում, բայց աշկը տեսնում է, չէ, որ չկա, հիմա կա։ Ցույց է տալիս, որ ստամոքսում խոց ունեիր,
2 սանտիմ ու կես։ Աշխատանքից հետո խոցը վերանում է։ Եվ ես էլ ասեմ ավարտեմ։ Գերմանիային կինը Տիկեն Գայանե որ հղի էր, որը բժշկությունը ասել էր, որ 70%-ը դու կվիժես, որտեղ 44 տարեկան էր այդ ժամանակ։ Իր մոտ առաջացավ պոլիտ 4 սանտիմ, այսքան 4 սանտիմ, որ բժիշկները, Գերմանիայի բժիշկները, ասացին Տիկեն Գայանե, այդ պոլիտը լրիվ կվերացնի։ Երբ որ ես վայբրով աշխատում էի համակարգչով, տեսա շատ տխուր եկավ, ասի ինչ ա եղել, բա բժիշկները ասին, որ 4 սանտիմ պոլիտ առաջացել եւ սա հնարավոր չէ։ Դու կվիժես, երեխուն կհանինք։ Ասես քեզ 100 մի հատ լավ մտա նայեցի նախորոք։ Ասի 100%-ով ես քեզ խոստանում, շատ կարճ ժամանակահատվածում ես դա կհանեմ։ 12 օրում հանեցի, տեսա որ չկա այդ պոլիտը, ասի գնացեք նորից հետազոտման։ Այնտեղ ցույցեր տվեց չկա։ Այդ ամիսու կեսը։ Իսկ ինքը որ պատկերացնում գերմանացի բժիշկների զարմանքը։ Իսկ ինքը որ նստած էր եթերում, այդ ժամանակ 5 ամսական 6 օրական էր։ Այդ ամիսու կես էր, որը 6 անգամ ստուգվել էր ամեն 20 օր մեկ։ Պոլիտը ցույցեր տվել որ բացարձակ չկա։ Բժիշկները չէին է զարմացել։ Ապշել էին ուղղակի։ Դա ամենակիչը, պարոն Ղուշյան, պետք է վերահատեին ամենակիչը։ Ինչ ուժ պետք է լինի, որ այդ 4 սանտիմանոցը 12 օրում հանեմ։ Մաքրված չկա այդ պոլիտը։ Պարոն Սարգսյան, ինքան ուրախ եմ ձեզ համար։ Դե լավ, ես կարծում եմ, որ որքան էլ ցավալի է, մենք պիտի հրաշքների դաշտին հրաժեշտանք, որովհետև մեր ունկնդիրն էլ հասկացա, որ այսօր իսկապես մենք նորից վերադարձել ենք Ռաֆայել Սարգսյանի հրաշքների դաշտը եւ այն ինչ նա անում է, իհարկե ոչ միայն ապշեցուցիչ է, այլ ամենակարևորը դա պատիվ է բերում մեր ազգին եւ ես այն մարդիկ, որոնք չարամտ կարող են ինչ-որ գրություն թողնել, ինչ-որ կեղտոտ բան գրել, մի արեք, ախր չգիտեմ ոնց ասեմ, որ դուք հասկանաք, ձեզ համբերություն Հաշվի չեմ առնում, պարոն Ղուշյան։ Ես դες բարևա ուշադրություն չեմ էլ դարձնում։ Ինքը իրան ուղակի վիավորում, ինքը մարդկային հատկանիշներով զուրկ մարդ է։ Այո։ Եղավ։ Շնորհակալ եմ։ Շերի բարեկամներ, Ռաֆայել Սարգսյանն էր իր հերթական հրաշքներով մեր տաղավարում։ Ես ուզում եմ նրան մաղթենք առողջություն, ինքը խոստացավ, որ իր 150-ամյակին մեզ հրավիրելու է։ Անպայման պարտադիր։ Պարտադիր։ Այո։ Դե։ Լավ, ներողություն սա էլ ասեմ։ Երբ որ դուք Մոսկվայում էիք, Այո, հիվանդանոցում։ դուք գիտեք, որ ես միշտ էլ դուք ինձ ոչինչ չեք ասել, որ գնացել եք։ Ես մտա տեսա, որ դուք հանրապետությունում չեք։ Ու զգացի ինչ որ ցավ, ու ես սկսեցի ձեր վրա աշխատել։ Օրը մեջ աշխատում էի ձեր վրա բոլոր բանը, այսինքն ես հիմնականը մեծ ուժ էի ուղարկում, էներգիա էի ձեզ տալիս, որ դուք ամեն ինչի կարողանաք հաղթահարել։ Ես էլ մտածում եմ, այ մարդ, ես ռուս բժիշկների հրաշքներ են գործում, ես լավ եմ զգում։ Որ բժիշկները միջով անգամ տեսել ապշել են, զարմացել են։ Ես միշտ ուղարկել եմ դա։ Վերջին մենք որ զանգեց, հետո ես իմացա, որ զանգեցի քեզ Viber-ով Մոսկվա, որ խոսացինք, ասի մի անհանգստացեք, պարոն Ղուշյան, ես աշխատելու եմ ձեր վրա ու աշխատում եմ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շերի բարեկամներ, այսօր այսքանը, ցտեսություն։